Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոն Բանյան, օր փետրվարի 21։ Ես ընկեր եմ այն ամենի, որ վախենում են քեզանից և քո պատվիրանները պահում են։ Սաղմոս 119 գլուխ 63 խոսք։ Աստծո այս աստվածավախությունից է բխում կարեկցանքն ու ողորմությունը կարիքի ու տառապանքի մեջ գտնվող սրբերի նկատմամբ։ Սա դրսևորվում է բարի Աբդիայի դեպքում։ Նրա մասին գրված է, որ նա 100 մարգարե առավ և նրանցից 50 մարդ առավ քարայրների մեջ, թաքցրեց և նրանց կերակրեց հացով ու ջրով։ Երրորդ Թագավորաց 18 գլուխ 4 խոսք։ Եվ սա այն ժամանակ, երբ բռնակալ Հեզաբելը փնտրում էր նրանց կյանքը, որպեսզի սպանի նրանց։ Աբդիան գրված է նախորդ խոսքում Տերիցը շատ էր վախենում։ Եվ այդ պատճառով էր, որ երբ Հեզաբելը սպանում էր տիրոջ մարգարեներին, Աբդիան 100 մարգարե վերցրեց և 50 թաքցրեց քարանձավներում և կերակրեց նրանց հացով ու ջրով։ Սա ողորմություն էր տառապյալների նկատմամբ, և դա տիրոջ համար տառապյալների նկատմամբ։ Եթե Աբդիան տիրոջից չվախենար, այո, եթե նա մեծապես չվախենար նրանից, նա չէր կարողանա անել այս բանը, հատկապես այն պայմաններում, որոնց մեջ նա գտնվում էր, ինչպես նաև եկեղեցին այդ ժամանակ։ Քանզի այն ժամանակ Հեզաբելը փորձում էր սպանել բոլոր նրանց, ովքեր իսկապես վախենում էին տիրոջից։ Այո, հալածանքն այնքան էր սաստկացել, որ նույնիսկ Եղիան կարծում էր, թե նա բոլորին սպանել է բացի իրենից։ Բայց հիմա, նույնիսկ հիմա այս բարի մարդու սրտում Աստծո վախը դրսևորվում էր ողորմած գործերով, չնայած որ դրան ուղեկցվում էին այդպիսի անխուսափելի վտանգներ։ Աստծո վախը կդրսևորվի այն սրտում, որի մեջ Աստված դրել է այն, Աստծո տառապյալ ծառաներին բարություն և կարեկցանք ցուցաբերելու համար։ Եվ դա հենց Հեզաբելի արքունիքի շրջակայքում, քանի որ Աբդիան ապրում էր Աքաաբի տանը, իսկ Հեզաբելը Աքաաբի կինն էր և սարսափելի հալածող։ Աբդիան ողորմություն էր ցուցաբերում աղքատների նկատմամբ, քանի որ վախենում էր Աստծուց։ Այո, նա վտանգում էր իր դիրքը, իր կյանքը և ամեն ինչ, որպեսզի ողորմություն ցուցաբերեր դժվարության մեջ գտնվող իր եղբայրների նկատմամբ։